Երկրի վարչապետի նախաձեռնությամբ իրականացվող հանրային զբաղվածության ծրագիրը շարունակվեց նաև 2025 թվականին։ Ծրագրի շրջանակներում աշխատանքի են տեղավորվում սոցիալապես անապահովները։ Ինչպես գիտենք, 2022 թվականից սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ապահովելու համար ստեղծվել էր նոր ծրագիր, որն ուներ նպատակ բարելավել նրանց կենսապայմանները եւ նվազեցնել գործազրկության մակարդակը երկրում։ Ծրագրի շրջանակներում 40,000 սոցիալապես անապահով մարդ աշխատանք գտավ հանրապետությունում։ Նինոցմինդայի շրջանում էլ սոցիալապես անապահով անձինք ապահովեցին աշխատանքով։ Քաղաքի գրադարաններում վերոնշյալ ծրագրի շնորհիվ աշխատանքի են ընդունվել 3 անձ։ Մեր մոտ այդ բաժնից ուղարկել են 3 հոգի, 2-ը տեխնիկական աշխատող են, մեկը գրադարանավարի օգնական։ Ամեն օր ժամը 10-ից գալիս են եւ գնում են այն ժամին, երբ լրանում են նրանց 5 ժամը։ Անպայման պետք է որ իրենք աշխատեն 5 ժամ։ Ու աշխատում են։ Մեր մոտի գտնվող տեխնիկական աշխատողը շատ բարձրաճանաչ աշխատող է, ժամանակին գալիս է, պարտականություններ լավ կատարում է, իսկ գրադարանի օգնականի պարտականությունները, ասենք, կերքերի տեխնիկական մշակումն է, կերքերի դասավորումն է։ Աղջիկները լավ կատարում են իրենց պարտականությունը եւ պարտաճանաչ գալիս են աշխատանքի։ Ժամը 10-ից է սկսվում իրենց աշխատանքը, մեզ հետ երբ որ դուրս են գալիս, իրենք էլ դուրս են գալիս աշխատանք։ Պարտաճանաչով կատարում են։ Այս տարի նշված ծրագրի վրա կծախսվի 103 միլիոն 305 հազար լարի։ Սոցիալապես անապահով անձանց նոր պայմանագրեր են բաժանվել մարտի սկզբից։ Հարցազրույց ունեցանք Նինոցմինդայի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Արմենուհի Ղասլյանի հետ։ Տվյալ կրթական հաստատությունում հանրային զբաղվածության ծրագրով աշխատանքի են ընդունվել 5 անձ։ Այս ծրագիրը արդեն երկրորդ տարին է, երրորդ տարին է մեր դպրոցում ունենք աշխատողներ այդ ծրագրով։ Այդ ծրագրում 5 աշխատող ունենք այդ ծրագրով մեր դպրոցում։ Դպրոցի համար մեծ օգնություն է, ասենք, նրանց օգնությունը, որովհետև որ դպրոցը այնքան շատ ֆինանս բյուջետ չունի, որ կարողանար ավելորդ ինչ-որ աշխատող ընդունել, իսկ այդ մարդիկը, որոնք որ մտել են մեր դպրոցը, կատարում են ինչ-որ պարտականություններ, ինչ-որ մի դրույթ են ընդունվել, կարող են օգնել մեզ, նույնիսկ ասենք դասամիջոցների ժամանակ նրանց օգնությունը շատ մեծ է, ասենք հավաքարարների կողմից, ասենք նրանց օգնությունը շատ մեծ է դպրոցի մեջ մաքրություն պաշտպանելու համար մենք ունենք ընդունված հավաքարար, մենք ունենք ընդունված, ասենք, դռնապահ ունենք խարաղոլ ընդունված, որոնք որ կատարում են իրենց աշխատանքը դպրոցական ուսումնական ժամերի ընթացքում եւ դպրոցի կարգուկանոնը իհարկե պաշտպանում են բարձր մակարդակի վրա։ Դե նրանք արդեն դպրոցը արդեն նրանց հետ պայմանագրերը կազմել է դպրոցի հետ մինչև ասենք դեկտեմբեր 31-ը նրանց պայմանագրերը ուժի մեջ են ամեն տարի մենք կազմում ենք նոր պայմանագրեր մինչև դեկտեմբեր 31-ը նրանց պայմանագրերը ուժի մեջ են եւ նրանք գիտեն որ դպրոցում պետք է 5-ից 8 ժամ լինեն դպրոցում, եթե լրիվ դրույթ են ընդունվել, իսկ եթե կես դրույթ է, մինչև 4 ժամ են նրանք աշխատում, բայց ամենայն դեպս պարզ է որ դպրոցում նրանք 5-ից 8 ժամ են գտնվում, քանի որ ուսումնական process գիտեք մինչև ժամը 4-ը 5-ը դպրոցը աշխատում է եւ նրանք էլ պարտադիր պետք է լինեն աշխատանքի։ Յուրաքանչյուր ամսի վերջ մինչև հաջորդ ամսվա 10-ը դպրոցը ներկայացնում է սոցիալ բաժինը ներկայացնում է տաբելը, որտեղ որ գրված է, որ այս ամսում կոնկրետ անցած ամսում քան աշխատանքային օր եւ քան աշխատանքային օր են նրանցից քանիսն են աշխատել։ Շատ խիստ տարվում է, ասենք, նրանց աշխատանքային հետ աշխատանքը հետևում է, իսկ նրանք էլ շատ պարտաճանաչ կատարում են իրենց գործը, սկզբից մի քիչ պարզ չէ իրենց, ասենք, կատարելու ինչ պետք է կատարել նրանք դպրոցում, բայց հիմա շատ համերաշխ կոլեկտիվ են դարձել, ինչ որ զուլվել են մեր դպրոցի կոլեկտիվի հետ էլ, մենք ձգտում ենք, որ նրանց պայմաններ ստեղծենք, նրանք ոչ մի ձև չլինեն տուժված, ասենք, իսկ ինչ վերաբերում է ինչ կանեն աշխատելու նրանք, դա չգիտեմ պետության, ասենք, ծրագիր է դա, բայց ամենայն դեպս ողջունելի ծրագիր է եւ յուրաքանչյուր օրն այդ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում պետությանը, որ այսպիսի հնարավորություն ունեն եւ կարող են ինչ-որ միտեղ աշխատել, քանի որ դա աշխատատեղը ամենակարևորը եւ պարզ է որ նրանց աշխատավարձը
որը որ նրանք ստանում են, այդ 300 լարին, որը նրանք ստանում են, իհարկե մեծ գումար չեն տանում, բայց փոքր, ասենք, գումարել չէ նրանց ընտանեկան բյուջեի մեջ եւ ինչու՞ չէ, եթե հնարավորություն լինի շատ երկար այս ծրագիրը կաշխատի, մեր աշխատողներն է պարզ է, որ կմնան դպրոցում եւ կաշխատեն։ Ստուգումները, մոնիտորինգը միշտ կատարվում է, մոնիտորինգը գալիս, ասենք, աղցղայից են գալիս, ստուգում են վերևից մոնիտորինգը, տարվա մեջ մի քանի անգամ են նրանք գալիս, նրանք ինչպես որ սովորական մեր ուսուցիչները, ասենք, այդ սոցիալ աշխատողներն էլ ունեն աշխատանքի ներկայանալու գալու ժամը ստորագրում են եւ գնալու ժամը նրանք էլ ունեն ագրեսիվ ժուրնալ ունեն, որտեղ որ նրանք ստորագրում են ժամը քանիսն են աշխատանքի ներկայացել եւ հետո ստորագրում են ժամը քանիսն են ունեն գնացել։ Խիստ բոլորը դա, ասենք, գործաբանությունը լրիվ շատ խիստ տարվում է, այնպես չէ որ օդի միջից են նրանք եկել աշխատում են կամ ոչ, մոնիտորինգը մշտական կա, իսկ եթե աղցղայից չկա մոնիտորինգը, դա պարզ է որ ասենք մենք դպրոցի ղեկավարներից դպրոցում մենք բոլորս էլ տեսնում ենք, իսկ եթե նրանք չեն ներկայացել, պարզ է որ եթե հիվանդացել են կամ նրանք տեղեկացնում են եւ մենք արդեն գիտենք որ ինչն է պատճառը, որովհետեւ որ դա էլ պատասխանատվություն է, պարզ է որ աշխատող մարդը պետք է ունենա պատասխանատվություն եւ աշխատող մարդը գիտենա որ ժամը քանիսից քանիսը նա պետք է լինի իր աշխատանքի վայրում եւ հետո երբ կարող է գնալ։ Հանրային զբաղվածության ծրագրով ընդունվածների աշխատավարձը 300 լարի է։ Աշխատավարձի հետ մեկտեղ պահպանվում է նաև սոցիալական նպաստը։ Այս եւ այլ կարևոր տեղեկությունների մասին մանրամասնեց երեխաների պաշտպանության գծով բաժնի պետ Էդգար Ստամբոլցյանը։ Վրաստանի վարչապետի հրամանով 2022 թվի գործում է աշխատանքով ապահովելու սոցիալական ծրագիր։ Սոցիալական ծրագրից օգտվում են այն անձիկ, ովքեր սոցիալական օգնություն ստացող են եւ նրանց ռեյտինգային բալերը չգերազանցում 120,000։ Ուրեմն ասեմ, որ 2022 թվին 25 թվից Նինոս Մինդայի մունիցիպալիտետի տարածքում աշխատանքով ապահովված է 155 անձ։ Իսկ ինչ վերաբերվում է աշխատանքային ժամերը եւ նրանց աշխատանքը, ասեմ, որ շաբաթական 5 օր են աշխատում այդ անձիկ եւ իրենց ժամերը սկսվում է ժամը 9-ից եւ վերջանում է ժամը 6-ին։ Եվ նրանց աշխատավարձը կազմում է 300 լարի։ Իրենց սոցիալական ստատուսը պաշտպանվում է աշխատավարձի հետ մեկտեղ։ 2022 թվականի մարտին մեկնարկած սոցիալապես անապահովների զբաղվածության ծրագիրը կավարտվի 2026 թվականի մարտին, եթե մինչ այդ այլ նոր որոշում չկայացվի։